Կարելի է հաճախ մեր շրջապատում լսել, որ քննադատություն չկա։ Մյուս կողմից բավականին հաճախ կարելի է լսել նաև հակառակ կարծիքը, մի հրահանգ, բավական է խոսեք, միայն քննադատեք, գործ արեք, կարծեք թե սրանով նշվում է, որ քննադատություն լավ էլ գոյություն ունի։ Հիմա պիտի փորձենք հասկանալ այս երկու մոտեցումներ ունեցողները ինչ պատկերացումներ ունեն։ Փորձենք հարցնել նրանց, ովքեր որ ասում են քննադատություն չկա։ Ինչ են հասկանում քննադատություն ասելով, ինչ են պատկերացնում այդ քննադատության տակ, եւ եթե բերենք արվեստի ոլորտ, ենթադրվում է, որ նրանք, ովքեր որ ասում են քննադատություն չկա, կարծեք թե մտածում են, որ քննադատությունը դա մի բնագավառ է, մի ուժ կամ ուժի ակունք, մի զորություն, որի առկայության պայմաններում արվեստը հնարավորություն կստանա, ժամանակակից արվեստը հնարավորություն կստանա բարձրանալ, օգտվել այդ քննադատության ուժից, որպեսզի կարողանա ինքն իրեն ավելի ճիշտ ձևակերպել, լինել ինտեգրված, ավելի լինել համարժեք իրադրությանը, ժամանակին եւ այլն եւ այլն։ Այս տեսակետից, այս պատկերացումը ունեցողները կարծում են, որ արվեստի քննադատությունը ինքը առանձին մի բան է, ինքնուրույն մի բնագավառ, դուրս արվեստից եւ արվեստը, արվեստագետը ինչ որ իմաստով ուղղորդված է քննադատական խոսքին, թե ինչ կասեն քննադատները իրենց մասին, իրենց ստեղծագործության մասին։ Այդ պատկերացման համաձայն արվեստի քննադատությունը կարծեք թե ստանձնում է արվեստում գեղագիտական իշխող ռեժիմների մի կողմից, մյուս կողմից արվեստի հասարակական նպատակների պահապանի դիրքերում։ Արվեստը ինքը պիտի ունենա որոշակի գործառույթներ հասարակությանը կրթելու, օրինակ, հասարակությանը ցույց տալու ինչ է գեղեցիկը, ինչ է ճշմարիտը եւ ցանկացած շեղում, ցանկացած մոլորություն արվեստի մեջ, արվեստի քննադատության աչալուրջ հայացքի ներքո բացառվում է, բայց հիմքում արվեստի տեսությունը արվեստի մեջ նախ եւ առաջ ճանաչողական ֆունկցիան է առանձնացրել, դա մշակվել է Հեգելի փիլիսոփայության մեջ, Հեգելի իմացաբանության մեջ, արվեստը որպես այդպիսի իմացության, ճանաչողության մի որոշակի աստիճան է բացարձակ ոգու ճանաչման ճանապարհին։ Եվ արվեստը ինքը այդ ճանաչման ճանապարհին կատարում է մարդկանց միավորելու եւ մարդուն դեպի բացարձակ ոգու ճանաչումը ուղղորդելու որոշակի գործառույթ իրականացնելու։ Մյուս պատկերացումը, որը այսօր գործում է արվեստի քննադատությունը քննադատելու մեջ, որ գալիս է Կանտի էսթետիկայից, Կանտի էսթետիկան չի ճանաչում առարկայի մեջ գեղեցիկը, այլ գեղեցիկը համարում է անձի եւ առարկայի փոխհարաբերության արդյունք, սուբյեկտի եւ օբյեկտի փոխհարաբերության հարաբերության արդյունք։ Այսինքն Կանտի էսթետիկան արվեստը եւ ճաշակը մեծ առումով գնահատում է իբրև արդյունք սուբյեկտիվ հայացքի, սուբյեկտիվ կարծիքի։ Հիմա այս արվեստի տեսությունը եւ արվեստի քննադատության տեսությունը իրենք գործել են մեկ միացյալ ռեժիմի մեջ, արվեստի տեսությունը կարծեք թե
իշխել է արվեստի քննադատության տեսության վրա եւ երկուսով միասին գործել են իբրև գաղափարախոսական ապարատի մի մասը եւ փորձ են արվել արվեստի քննադատությունը օգտագործել իբրև արվեստի տեսության շրջանակներում սահմանված արվեստի դերի տեսանկյունից, հասարակության մեջ արվեստի կատարելիք դերի տեսանկյունից, ենթադրում է, որ արվեստի քննադատությունը այնպիսի մի դիսկուրս պիտի լինի, այնպիսի մի խոսքային պրակտիկա պիտի լինի, որ արվեստին պահի իր դերը կատարելու այդ գործառույթի մեջ, այսինքն հասարակությունը կրթելու, իր ճանաչողական գործառույթները շարունակելու իրականացնելու այդ գործառույթի մեջ, մինչդեռ դա գոյություն չունի։ 20-րդ դարի սկզբին մենք տեսնում ենք իրադրության փոփոխություն։ Արդեն այն, որ 19-րդ դարի վերջին տեղի ունեցավ մի մեծ իրադարձություն, իմպրեսիոնիստներ, պոստիմպրեսիոնիստներ, որ արվեստի քննադատությունը վրիպեց իր գործի մեջ, ոչ միայն չընդունեց այն, ինչ որ դուրս էր արվեստի քննադատության պատկերացումներից, այլև այն, ինչ որ վերաբերվում էր նոր իրողություններ, կյանքի նոր իրողություններ արվեստի մեջ արտացոլելու հանգամանքից։ Արվեստի քննադատության այս դերը, այս պատկերացումը մենք տեսնում ենք, որ այդպես անխափան շարունակվում է մինչև 20-րդ դարի սկիզբ։ Այնքան ժամանակ, քանի դեռ արվեստը շարունակում էր համարվել գեղեցիկ, այսինքն քանի դեռ արվեստը մեծ իմաստով գեղարվեստն էր։ Եվ մենք տեսնում ենք, որ արվեստի քննադատությունը կարծեք թե չի կատարում իր ֆունկցիան, դառնալով զուտ պահապանը իշխող գեղագիտական պատկերացման, այսինքն մասն է կազմում գեղագիտական, գաղափարական ապարատի։ Հիմա, երբ որ վերադառնում ենք այն տեսակետին, որ արվեստի քննադատություն չկա, այդ տեսակետի մեջ իշխում է արվեստի քննադատության մասին այն պատկերացումը, որ արվեստի քննադատությունը դա մահակձեռքին մի ոստիկան է եւ պիտի ուղղորդի արվեստագետներին։ Մյուս կողմից, երբ որ խոսում ենք այն մասին, որ պետք չի քննադատել, այլ պետք է գործ անել, կարծեք թե մյուս ծայրահեղ բևեռն է, որտեղ որ արվեստի քննադատությունը, ընդհանրապես քննադատությունը ինքը մասն է կազմում արտադրության եւ պիտի այլ բան չանի, քան նպաստի արտադրության անխափան կազմակերպմանը եւ արտադրանքի անխափան այդպես հասցեագրված շրջանառությանը։ Այս մոտեցման մեջ մենք տեսնում ենք այն հսկայական փոփոխությունները, որ տեղի է ունեցել 20-րդ դարի ընթացքում, երբ քննադատությունը որպես այդպիսին մասն է կազմել իշխող արտադրական հարաբերությունների, կապիտալիստական արտադրական հարաբերությունների եւ արվեստի քննադատությունն էլ ինքն էլ մասն է կազմել արվեստի համակարգի։ Այսինքն մի վիճակ, երբ որ քննադատությունը այլ բան չէ, քան արվեստի փաթեթավորման մի մասը։ Արվեստի քննադատությունը որպես այդպիսին սկսում է իր գործառույթը տեսնել, կարծեք թե մինիմիզացիայի ենթարկված, նվազած կամ այդ գործառույթի պահանջարկը վերացած, որովհետև համաձայն
առաջին պատկերացումների արվեստի քննադատը մեկն է, որ ասենք օրինակ, եթե 19-րդ դարի կեսերին 60-ականներին Էմիլ Զոլան կարող էր գրել Մանեի մասին եւ Մանեն միանգամից կարող էր բարձրանալ եւ հակառակը կարող էր չգրել ինչ որ մի ակադեմիստի մասին եւ այդ ակադեմիստ նկարիչը կարող էր կորցնել իր գնահատված լինելու հնարավորությունը, ապա հիմա այս գործառույթները կարծեք թե սկսում է արվեստի քննադատությունը չկիրառել եւ կորցնում է իր այդ գործառույթը եւ սկսում է այլ տիպի գործառույթ ստանձնել, այդ գործառույթը ստանձնելու ճանապարհին վերադիրքավորվում է, փոխում է իր դիրքը եւ գերակա դիրքից արվեստի նկատմամբ գերակա դիրքից արվեստից դուրս արվեստի վերևում գտնվելու դիրքից տեղափոխվում է եւ սկսում է մաս կազմել արվեստին եւ սկսում է արվեստի արտադրության, արվեստի շրջանառության, արվեստի պահեստավորման խնդիրներով զբաղվել, այդ ընթացքում լինելով կախված զանազան կազմակերպչական, ինստիտուցիոնալ շրջանակներից կամ մեդիայից մենք տեսնում ենք այս տրանսֆորմացիայի ընթացքում, այս վերադիրքավորման ընթացքում արվեստի քննադատության նոր տիպի դրսևորումներ, ինչպես ասենք օրինակ կուրատորական աշխատանք, որի մեջ որ քննադատության մասը համենայն դեպս քննադատական աշխատանքի մասը համենայն դեպս այդ արվեստի քննադատության մյուս դիսկուրսի կողմից կարծեք թե համարվում է ոչ արժանի կամ անտեսվում է եւ արդյունքում ստացվում է որ արվեստի քննադատությունը մի դեպքում գոյություն չունի որտեվ ազդեցություն չունի մյուս դեպքում էլի ազդեցություն չունի իբրև վրայից ասված խոսք մյուս կողմից քննադատությունը իբրև պրակտիկա 20-րդ դարի արվեստը եւ մոդեռն արվեստը եւ ժամանակակից արվեստը ինքը վերցրեց իբրև լիազորություն այսինքն արվեստն ինքն է քննադատական եւ արվեստի քննադատականությունը արվեստի քննադատությամբ շրջանակել նշանակում է փորձ անել, չեզոքացնել այդ քննադատությունը։ Ընդհանրապես քննադատությունը, որտեղ էլ որ այն դրսևորվի, արվեստի մեջ դրսևորվի, թե արվեստից դուրս իրականության մեջ, խոսքը հանգեցնում է իշխող ռեժիմները պահելուն։ Քննադատությունը։ Այս երկու բևեռների մեջ որտեղ է արդյոք գտնվում այն միավորող պահը, երբ խոսքը եւ գործը կարծեք թե սկսում են միասին նույն կապակցության մեջ լինել եւ հաջորդել միմյանց եւ գործել միաժամանակ զուգահեռաբար հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած հասարակական քաղաքական զարգացումները գլոբալ իմաստով ցույց տվեցին որ խոսքը վերաբերվում է նախագծի վրա հիմնված գործունեությանը ամեն մի նախագիծ ինքն իրենից ներկայացնում է ամփոփ վիճակ, մի փակ ցիկլ, որը իր մեջ ունի ամենատարբեր էլեմենտներ՝ կազմակերպչական, վարչական, կոնցեպտուալ, մեթոդաբանական, ռեսուրսների հաշվարկ, մարմնավորման որոշակի ժամանակացույց, նախագծի իրականացման ժամանակացույց, այս բոլոր էլեմենտների
եւ այս բոլոր process-ների մեջ քննադատությունը իր հստակ դիրքն է գրավում, ապահովում է համակարգի կամ նախագծի ներքին անսասանությունը, աներերությունը, սկսած հայեցակարգի մշակման փուլից, ապահովում է կարծեք թե նախագծի իրականացման անվրեպությունը, անխափանությունը եւ անսասանությունը։ Երբ որ այս դիրքերից չենք նայում, չենք տեսնում, երբ որ արվեստի քննադատությունը որ իբրև պրակտիկա ներառված է համակարգի մեջ, դա նշանակում է, որ մենք պատահաբար ենք հայտնվել այս ժամանակներում եւ մեզ համար խոսքը կարծեք թե առանձնացված է գործից, բայց դա մի խոսք է, որ կարող է գործի վրա ազդել։ Այսօր ըստ էության մենք տեսնում ենք, որ խոսքի ազդեցությունը ինքնին թույլ է, երբ այն իսկապես կապակցված չի գործին, մաս չի կազմում գործի։ Մյուս կողմից, երբ որ մենք բացառում ենք խոսքը, քննադատական խոսքը, այն չենք ներգրավում մեր իսկ գործի մեջ, մեր նախագիծը կորցնում է իր դիպուկությունը, իր հասցեագրվածությունը եւ իր ներքին կայունությունը։ Եթե համարում ենք, որ արվեստի քննադատությունը մասնավորապես կուրատորական գործունեության մեջ փոխակերպված մի զգալի չափով օպերացիոնալ գործողությունների մի համակարգ է, այնուամենայնիվ ինքը իր մեջ պահպանում է նախնական ընտրության, նախնական գնահատականի եւ նախնական շրջանակման, սահմանափակման գործառույթ, որով այս կամ այն ստեղծագործությունը կամ ստեղծագործությունների խումբը ներգրավված այս կամ այն նախագծի մեջ իրենք առանձնանալու եւ հետեւաբար արժևորվելու հնարավորություն են ստանում։ Արվեստի քննադատությունը որպես այդպիսի այսօր սկսել է մաս կազմել արվեստի համակարգին եւ հանդես է գալիս իբրև փաստաբան կամ դատապաշտպան, այդպես ասենք, որը որ պաշտպանում է արվեստի դատը իբրև բնագավառի, որի նշանակությունը հասարակական կյանքի համար, մշակույթի համար բացառիկ է իր նվազագույն ուղղակի նշանակության պատճառով։ Որքան արվեստի դերը ժամանակակից քաղաքակրթության մեջ պակասում է ուղղակի ազդեցության իմաստով, այնքան նրա խորհրդանշական իմաստը մեծանում է։ Որքան ավելի փխրուն է դառնում արվեստի եւ արվեստագետի դիրքը, այնքան մտահոգությունը այդ փխրունության մասին մեծանում է հասարակության մեջ, մարդկության մեջ, ձերբազատվելով խորհրդանշականը արտադրելու իր ֆունկցիաների մեծ մասից, այսօր իբրև բնագավառ, իբրև մի գործունեության տիպ ինքը հարցեր է բարձրացնում մեր առջև, մարդկության առջև հարցեր է բարձրացնում իրով լինելու մասին, ինչպիսին լինելու մասին, մի կողմից, մյուս կողմից ունեզրկվելով կամ եթե դա դիտարկում ենք իբրև գիտակից արարք, արտահանելով իր գործառույթը, խորհրդանշականը արտադրելու գործառույթը դեպի այլ ոլորտներ, այլ բնագավառներ, քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, ըստ էության բացահայտում է իր սոցիալական նշանակությունը ինքն իրենից դուրս, սոցիալական գործունեության այլ ոլորտների համար ևս։ Սա մենք հստակորեն տեսնում ենք նաև մեր արվեստի դաշտում,
Եթե նայենք մեր ժամանակակից արվեստի դաշտը, կտեսնենք, որ այդ գործունեությունը, այդ արտահանումը արտահայտվում է ձևեր ստեղծելուց դեպի կառուցվածքներ եւ կազմավորումներ ձևավորելու միանցում, մշակութային կյանքը, քաղաքական կյանքը իմաստով լցնելու, ստեղծագործական եւ լիարյուն, լիարժեք բովանդակություն հաղորդելու։ Ես կարծում եմ, որ եթե արվեստի քննադատությունը կարողանա շարունակել պաշտպանել արվեստի դատը, արվեստի միջից, իբրև արվեստի անվտանգությունը ապահովող մի մարմին եւ կարողանա հիմնավորել արվեստի տնտեսության, արվեստի ամենազանազան արտադրությունների, փոխակերպումների իմաստը, կշարունակի կատարել իր գործառույթը նոր, այլևս փոփոխված պայմաններում, մի պայմաններում, երբ որ սիմվոլիկի արտադրությունը ապատարածականացված է եւ այդ ապատարածականացման մեջ արվեստը ինքը ունի իր պատասխանատվության, իր հանձնառության բաժինը։ Վերջին, ասենք 10-15 տարիների, 20 տարիների Հայաստանի ժամանակակից արվեստը, երբ որ դիտարկում ենք իբրև մի միջավայր, որ ինչ-որ բան պիտի արտադրի, արվեստ, հա, արդեն 90-ականների վերջին մենք տեսնում ենք հստակ ձեռքաբերում քննադատական հասցեագրված վիճակ, այսինքն արվեստի միջավայրը հասկանում է, որ իր գործունեությունը իբրև արտադրություն առարկայից, նյութից, պատկերից, հասկացությունից պետքա տեղափոխել դեպի միջավայր, դեպի հասարակություն, դեպի հանրություններ եւ արվեստագետ իր վրա վերցնում այդպես միջավայրեր ձևավորելու, հանրություններ ձևավորելու խնդիրը եւ տարածելու համար արվեստի գոյությունը որոշակի միջավայրերում իբրև ստեղծագործական ներկայություն, մշտական ներկայություն ապահովելու։ Այսինքն գեղագիտական, հասարակական գեղագիտական օրակարգի մեծ փոփոխությունը որոշակի ֆորմալ արտադրությունից իբրև արվեստին սպეციფიկ արտադրություն դեպի կազմակերպչական արտադրություններ կամ կազմավորումների ձևավորումներ իբրև արվեստի մի օրակարգ, որը արվեստը բնութագրելու ավանդական հասկացություններից դուրս է, ոչ թե ինչ-որ առարկա ստեղծելու, ոչ թե ինչ-որ պատկեր ստեղծելու, այլ հրահրելու գործընթացներ, որոնց արդյունքում առաջանում են կազմավորումներ, մարդկային, հանրային, հասարակական եւ միջավայրային տարածություններ։ Այդ տեսակետից, եթե վերցնենք 90-ականների առաջին եւ երկրորդ կեսի ընթացքում ձևավորված պրակտիկաները, ասենք թե օբյեկտ ստեղծել եւ ինստալյացիաներ անել, մենք տեսնում ենք, որ արդեն 2000-ականներին տեղափոխվում են հասարակական միջավայրեր ձևավորել եւ կոլեկտիվներ ստեղծել, ինչը կարծես թե հարցեր է առաջ բերում արվեստի նկատմամբ, իսկ որն է այդտեղ
սիմվոլիկը, որ վերագրվում է արվեստին, պարզապես ժամանակակից արվեստը ինքը մտնում է ավելի ճկուն եւ ավելի հաղորդակցական տեսակետից հոսուն ձևերի մեջ հասարակության հետ հարաբերվելու եւ հասարակության մեջ որոշակի դիրքեր ձևավորելու միջանձնային, անհատի եւ խմբի, այսինքն արվեստագետի ստեղծագործությունը կարծեք թե դառնում է շատ ավելի մի կողմից անշոշափելի, մյուս կողմից շատ կոնկրետ։ Այդ անշոշափելի եւ կոնկրետը մարդկանց միջև, երկու անձի միջև կամ խմբի մեջ խմբի անդամների միջև որոշակի հարաբերությունների որակը փոխելուն է վերաբերվում, այդ հարաբերությունների մեջ ստեղծագործական էլեմենտը բարձրացնելու եւ եթե փորձենք մետաֆորի բերել, ապա անցում է տեղի ունենում մեր վերջին շրջանում, 15 տարիների, 20 տարիների տեղի ունենում մի անցում արվեստի ներկայությունից դեպի ներկայության արվեստը։ Այսինքն ներկայության արվեստը հիմա դա մի արվեստն է, որտեղ արվեստը որպես այդպիսին ֆիզիկապես առարկայի ձևով, պատկերի ձևով չկա, բայց այն հաղորդվում է մի անձից մյուս անձը խմբի մեջ, հանրության մեջ եւ այս հաղորդումը հեռարձակելու կամ հաղորդումը սկիզբ դնելու լիազորությունը արվեստը եւ արվեստագետները վերցնում են իրենց վրա։ Արվեստի միջավայրը կարծեք թե լծված է մի գործի, որի սիմվոլիկ նշանակությունը, եթե ավանդական այդպես կոդերով նայենք, չի երևում, բայց ոչ ավանդական կոդերով, եթե կազմակերպությունը, կազմավորումը հասարակական կյանքի նորացմանն է նպաստում, այսինքն կյանքի շարունակմանն է նպաստում, ուրեմն կազմավորման ձևը, նրա գործունեության բնույթը արդեն իսկ արվեստի ստեղծագործությունն է։ Այս պատկերացումը բավականին հեռու է հասկանալի լինելուց, բավականին երկար ժամանակ պիտի հեռու լինի հասկանալի լինելուց։ Ես կարծում եմ, որ վերաբերմունքը արվեստային ակտիվության կարող է փոխվել, եթե պատկերացումները արվեստի մասին իբրև սիմվոլիկի արտադրություն վերակառուցվի։ Այդ պայմաններում մենք ավելին կտեսնենք ինչ որ տեղի ունենում եւ չենք զարմանա, եթե ասենք, որ արվեստի արտադրություն չկա, բայց արվեստ կա եւ հաղորդվում է անընդհատ հասարակության մեջ մեկից մյուսը։ Վերջ։ Շատ հետաքրքիր եւ անհասկանալի։ Եթե ինչ-որ կոմենտներ ունես, ասացիդ։ Ճիշտն ասած, ես ինձ փորձեցի դնել հաղորդումը դիտողի դերում եւ բան չհասկացա, բայց շատ հետաքրքիր էր։ Այսինքն այդ երկու բևեռների մեջ այս ինչ որ արեցինք, այսինքն անհասկանալիորեն հետաքրքիր կամ հետաքրքրորեն անհասկանալի, sense մի հատ բան, որ ասեմ, թե շատ ինքը հեշտությամբ կտարածվի հաղորդման մեջ է իմ, ասենք, թե արտաբերած մտքերը կտարածվի եւ կմբռնվի, այդպես դժվար, բայց այնուամենայնիվ
որոշակի այդպես տեքստ էր արտասանվում եւ այդ տեքստը իր առանձին էլեմենտներով հիմնավոր տեքստ է։ Ի վերջո բարդ բան էր, այսինքն ես ուզում էի ելնել բնից, բուն ձեր հարթակից, բովանդակությունից, այսինքն խոսել քննադատության մասին, այնտեղ բուն քննադատության մասին, որտեղ որ ես եմ գտնվում, ինչ-որ իմաստով մարմնավորում եմ քննադատության ինչ-որ մի կերպը Հայաստանում, բայց նշանակում է խոսել պատմությունից, արվեստի քննադատության պատմությունից, փորձանել ներգրավել նաև արվեստի քննադատության տեսության տեսությունների զարգացման պատմություն, արվեստի տեսության զարգացման, այդքան պարզ բան չի խոսել բուն խնդրի մասին, երևույթի մասին, եթե փորձ ես անում հենվել ակադեմիային, պատմությանը կամ անցյալին, դիսցիպլինի, ավելի հեշտ է անել տեղում, այսինքն քննադատությունը ներկայացնել քո խոսքով, այդ ավելի հեշտ է, կարծեմ այդ տեսակետից ես վերջում հասնում եմ դրան, վերջին խոսքիս, վերջի մասը դրան է հասնում, այդ տեսակետից լավ էր, այսինքն արվեստի քննադատը ոնց է տեսնում արվեստը այսօր, ժամանակակից արվեստը այսօր, ինչ հնարավորություններ է տեսնում այդ արվեստի լինելու, ինչ հնարավորություններ է տեսնում այդ արվեստը հասկանալու եւ իր խոսքով փորձում է նպաստել այդ արվեստի ոչ միայն լինելու, այլև հասկանալու հնարավորությունները։ Երբ որ կոնկրետ, ասենք, ես իմ դերն եմ կատարում, ոնց որ հաղորդման մեջ էի ասում, հա, դատապաշտպանողի արվեստի, դատապաշտպան կամ փաստաբանի դեր, այդ դեպքում լավ ստացվում է, որտեղ վերջո ես արվեստի քննադատ եմ եւ ոչ թե արվեստի քննադատության տեսաբան կամ առավել եւս պատմաբան, բայց առանց հենվելու հնարավոր չի դա, որտեղ ինչ որ մի տեղից ենք գալիս, ինչ որ մի տեղից ենք եկել այդ քննադատությունը ներգրավել մեր գործունեության մեջ, իբրև լուսավորության էպոխայից մնացած այդպես ձևավորված մի խոսք, պատկերացում գեղեցիկի մասին եւ որը որ տրանսֆորմացիաներ է ապրել ժամանակաշրջանի փոփոխությունների հետ փոխվել է նաեւ ինքը իր գործիքներն է զարգացրել այդքան բան չի իհարկե պարզ չի այդ փոփոխություններն ինքնին այդքան պարզ չեն այսինքն հստակ չեն իրանք դժվար է չէ առանձնացնել ասել սա է այսինքն սխեմատիզացնել քանը հեշտ չի չէ կոնկրետ դեպքի կոնկրետ երևույթի վրա կիրառել ասենք թե որոշակի պրակտիկա բանացնել քննադատական պրակտիկա իրականացնել սկսած մեկնաբանությունից վերջացրած ենթադրենք գնահատական հա լինի դա պատմական գնահատական այս կամ այն գործին կամ լինի դա ընթացիկ գնահատական որը որ բացաթողում հնարավորություններ դեպի կայացում այդ երևույթի կամ այդ գործի կամ այդ արվեստագետի իրոք արվեստի քննադատությունը ինչի պիտի կրիզիս չունենա որ եթե արվեստն ինքը 20-րդ դարը ամբողջ արվեստի ժամանակակից մոդեռն ժամանակակից արվեստի պատմությունը դա ճգնաժամի պատմություն է արվեստի քննադատության հանձնառությունները անընդհատ վերասահմանելու կարիք է լինում ելնելով արվեստի հանձնառությունների փոփոխությունից եթե խոսանք վերջի հա ասենք մի քանի տարվա 2-3 տարվա մասին ինչ ունի հիմա անելու արվեստի քննադատությունը եւ հենց արվեստը ինչ դիրքեր ունի հիմա եթե կարճ փորձենք ամփոփել այս մի քանի շաբաթվա մեր համատեղ աշխատանքը ինչ կարող ես ասել արվեստի քննադատության դերը նախ եւ առաջ
Պարզ լինելն է, որ ակնհայտ չի, որի լինելը ակնհայտ չի։ Այդ առումով ձախողում եք, դե։ Որովհետև քննադատում ես, այո, բայց քննադատում ես, որ ինչ անես, եթե բերենք այսօրվա բանի ֆրազաբանությանը, ինչի ես քննադատում արվեստը, որ ինչ անես։ Հա, եթե արվեստը չես քննադատում, ապա ի՞նչն ես քննադատում, ինչի ես արվեստի քննադատ։ Այս տեսակի հարցեր են առաջ գալիս եւ ստիպված սկսում ես սահմանել, ինքդ քեզ սահմանել, քո դերը սահմանել, քո օրակարգը սահմանել եւ որոշ ժամանակ, քանի դեռ այդ սահմանումները քեզ ընդհանրապես չեն խեղդել, չեն ոչնչացրել, գործել այդ սահմանումների շրջանակներում։ Հիմա ասենք թե արվեստի քննադատության դերերից մեկը մեր արվեստը, այսպես հասարակությանը հասկանալի դարձնելն է, այսպես ասած թարգմանչի դեր ստանձնել մի կողմից, որտեվ ժամանակակից արվեստը գիտենք, որ ստեղծում է լեզու, ստեղծում է կոդեր, որոնք որ նախ անհրաժեշտություն ունի մեկնաբանվելու, իբրև կոդ նախ ճանաչվելու եւ հետո մեկնաբանվելու։ Այսինքն դա արդեն իսկ ժամանակ է պահանջում արվեստի քննադատից նախ իբրև կոդ ճանաչելու արվեստագետի ստեղծածը եւ հետո այդ կոդը մեկնաբանելու, վերամեկնաբանելու, հետո այդ վերամեկնաբանությունն է, որ պիտի փոխանցվի, ասենք թե հասարակությանը, որը որ ժամանակ է պահանջում, որը որ այդքան էլ ակնհայտ չի այդ մեկնաբանության հստակությունը, իր թափանցիկությունը, որովհետեւ արդեն իսկ այդ ճանաչողության process-ը արվեստի ստեղծագործության մեջ ինչ որ նշան տեսնել, կոդ տեսնել, ճանաչել եւ այդ փոխանցել, դա այդքան ակնհայտ չի, դրա համար էլ քննադատների խոսքը, եթե չի ուղեկցվում միաժամանակ որոշակի բանով, պրակտիկաներով, մասնավորապես, ասենք, կուրատորական պրակտիկա, որ խոսքը տարածականորեն է կառուցում, դա վերածում այնպես փաստի, վիզուալ փաստի կամ տարածական փաստի, որ միաժամանակ այդպես ընկալման միջավայր է ենթադրում, այդպես զգայական փորձառությունների դաշտ է ենթադրում, կառուցել այդ զգայական փորձառությունների դաշտը արվեստասերի համար, որի միջոցով արվեստասերը պիտի կարողանա ընդունել այդ հաղորդումը արվեստի։ Այսինքն կոնկրետ պրակտիկ բանի գործունեության մեջ արվեստի քննադատը ունի այդ հնարավորությունները ունի նաև որոշ այդպես առևտրական ձեռնարկների իմաստով, որ կարող է այդպես որոշ բացատրագրեր գրել, ուղեկցող կատալոգների եւ ասենք հեռուստատեսային հաղորդումների արվեստի քննադատության աշխատելու տեղեր, այդպես դիսկրետ առանձին հատվածական տեղեր մի կողմից շատ են, մյուս կողմից այդ տեղերը իրենք հարցեր են առաջացնում, այդ անում ես որ ինչ անես, այսինքն բա որն է քո դերը, բա ոնց ես գնահատում, չունես հենակետ, կարծես թե եւ ոչ էլ տեսլական ունես, ոչ հենակետ ունես, որի վրա հենվում ես, ոչ էլ տեսլական ունես, դեպի որն ուզում ես ուղղել արվեստագետին հանձնառությունները կամ հասարակությանը ուր ես ուղղում։ Այսինքն այդ անընդհատ տրանսֆորմացվող իրադրություններ եւ տրանսֆորմացվող դերեր, դեր, որ շարունակ նշանակում է սերտել մի տեքստ, որպեսզի խաղի ժամանակ արտաբերես մեկ ուրիշ տեքստ, որտեվ սերտած տեքստը եւ քո բեմից արտաբերելիք տեքստի միջև կա մի ժամանակահատված, որը որ սերտած տեքստը դարձնում է անպիտան բեմից, ասենք թե արտաբերելու համար